միշտ մտածել եմ, որ նույնիսկ անբարոյականությունը, նույնիսկ ողբերգության վրա փող աշխատելը պիտի ինչ-որ սահմաններ ունենա, երբ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ մեր հայրենակիցները, ովքեր ինչ-ինչ պատճառներով այս օրերին գտնվում են Արաբական Էմիրություններում, Դուբայում, Օմանով կարող են, Մուսքաթով կարող են, ուրեմն Ֆլայվանի ինքնաթիռը գնալու է, հիշեցնեմ, Ֆլայվանի սեփականատերը Խաչատուր Սուքասյանն է գնալու է, ես ինքս զանգահարեցի բազմաթիվ մարդկանց, ովքեր ինձ դիմում ասում էին Դուբայում ենք ինչ անենք, ասեցի հայրենիքը ձեզ փրկության ձեռք ա մեկնում եւ ով հրաշք ինչա պարզվում, ուրեմն այդ նույնիսկ այդ ողբերգության վրա Խաչատուր Սուքասյան դուք չեք ամաչում, անգամ այդ ողբերգության վրա փող եք աշխատում, երբ որ Ուզբեկստանը ուղարկում է իր ինքնաթիռը եւ անունը դնում է էվակուացիա, իր հայրենակիցներին էվակուացնելու համար 1 տոմսա, մտեք որ չասեք սուտա տենց բան չկա, ուրեմն 1611 1620 եվրո է, այսինքն փրկվելու համար, որը ներկայացնում էր մեր հայրենակիցներին վերադարձնում ենք Հայաստան, Խաչատուր Սուքասյանը 1 տոմսի գինը դրել է, ուրեմն Մուսքաթ, Երևան, Ֆլայվանով 1 տոմսի գինը 1611-ից 1620 եվրո, սա է հա ձեր հայրենակիցներին ձեռք մեկնելը եւ ես նայում էի լրատվամիջոցներից մեկում Միացյալ Էմիրություններում մի հայ երիտասարդ էր խոսում, ով ասեց, որ ես առաջարկել եմ կառավարությանը գումարի մի մասը ես տամ, մի մասը սուբսիդավորի կառավարությունը, այդ ժամանակ Մուսքաթ Երևան ռեյսը կնստեր յուրաքանչյուր քաղաքացու վրա ու մաքսիմում ասենք մի 100-120 հազար դրամ, բայց այստեղ դա չեն արել, որովհետև Խաչատուր Սուքասյանը ողբերգության վրա հերթական անգամ պիտի գումար աշխատեր, կրկնում եմ, բազմաթիվ երկրներ, ես կոնկրետ Ուզբեկստանինը տեսա, ինքնաթիռներ են ուղարկել այնպես եւ գրել են էվակուացիա, մեր հայրենակիցներին 0 կոպեկով մարդիկ փրկում են իրենց հայրենակիցներին, իսկ այստեղ անգամ ողբերգության վրա սրանք բիզնես են անում, ասենք 5 հոգանոց ընտանիքա մեկնել է Դուբայ հանգստանալու, Խաչատուր Սուքասյան, այսինքն ամեն մեկը, հա, պիտի 1611 եվրո վճարի քեզ, որ դու քո հայրենակցին բերես, բա անունը չդնեիք, որ ԱԳՆ-ն կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, անունը դնեիք Խաչատուր Սուքասյանի հարստացման ֆոնդին, այսքան վճարեք, եթե ուզում եք վերադառնալ ձեր հայրենիք եւ այս օրերին չմնաք Դուբայում կամ որևէ այլ երկրում, սա գիտեք ամոթ է, սա խայտարակություն է։